Փորձենք պարզել, թե ինչ կապ կա բաժանման գործողության բաղադրիչների, բաժանելիի, բաժանարարի և քանորդի միջև։ Եկեք հաշվենք 63-ը բաժանած 9-ի արտահայտության արժեքը։ Այս արտահայտության մեջ 63-ը բաժանելին է, 9-ը բաժանարարն է, իսկ 7-ը քանորդն է։ Եթե բաժանարարը 9 բազմապատկենք քանորդով, 7-ով, կստանանք բաժանելին 63-ը։ Հետևաբար, եթե անհայտ է բաժանելին, ապա այն գտնելու համար պետք է քանորդը բազմապատկել բաժանարարով։ Եթե բաժանելին 63-ը բաժանենք քանորդի 7-ի վրա, կստանանք բաժանարարը 9։ Հետևաբար, եթե անհայտ է բաժանարարը, ապա այն գտնելու համար պետք է բաժանելին բաժանել քանորդի վրա։ Հիշիր, անհայտ բաժանելին գտնելու համար անհրաժեշտ է քանորդը բազմապատկել բաժանարարով։ Անհայտ բաժանարարը գտնելու համար անհրաժեշտ է բաժանելին բաժանել քանորդի վրա։